Արդեն տեսանք, թե ինչ է կատարվում, երեկոյան կնքվեցին դռները, այս պահեդրությամբ հաստատի ինչ կարգավիճակում եկեղեցին բռնազավթված է, ներխուժում է համարվում, ինչ է կատարվում։ Մենք արդեն մեր հոգևորական աստասի հայտարարության միջոցով հայտնել էինք, որ եթե նման բան տեղի ունենա, ինչը որ հիմա տեսնում ենք, որ տեղի ունեցավ, փաստացի, պետք է հասկանանք, գնահատենք եւ որակավորում տանք, եւ այդ որակավորումը մեկ բառով կարելի է արտահայտել բռնազավթում։ Այսինքն եկեղեցին այս պարագային բռնազավթված է որոշակի մարդկանց կամ խմբի կողմից։ Հիմա այս տեղի ունեցողը պիտի մեզ սովորեցնի, թե ինչ պիտի չանենք, եւ նաեւ պիտի սովորեցնի, թե ինչ եզրակացությունների ու ինչ հետևությունների առիթ ունենանք։ Բոլորն էլ այսօր ցավ են հավրում, հատկապես մեր Գյումրիի ժողովրդի համար, շիրակցու համար այսօրվա օրը ցավալի մի օր է, որովհետև 37 տարի առաջ այս օրը մեր ցնցում եղավ։ Ես էլ փոքր տղա էի, հիշում եմ այդ ամեն ինչը շատ բաներ, եւ մի տեսակ հիմա այդ զգացողական մագարտակով կարելի ասել այդ նույն ավերածության, փչացման, վնասված վիճակի դրությունը ապրում հոգեպես։ Դրա համար ցավալի օր է մեզ համար այսօրը, եւ ցավալի օր է, ասենք փաստորեն կարելի արձանագրել, որ երկու իմաստով։ Եվ մեր անմեղ զոհերի հիշադակության, որ այդքան մարդ կորցրեցինք, եւ նաեւ այսօրվա տեղի ունեցող այս իրադրության բռնազավթման հետ կապված։ Առավոտյան դուք տեղեկություն եք, քանիսին է բացվել, քանի որ կնքվել էին դռները, եւ ինչ գործողություններ են իրականացվել ներսում։ Արդյոք քահանաներից որևէ մեկը ներսում եղել է ձեր ներկայությամբ ինչ-որ գործողություններ, թե ամբողջությամբ իրենց իրապետության տակ եղել է, այսպես ասած։ Չէ, ներսում կատարվել է այն պահերը, որ ասենք բնականon դրություն պիտի լինի, այսինքն մարդիկ, ով որ ներս են եկել, պիտի տեսնեն, թե ինչ որ խնդիրներ կան, թե չկան, անվտանգային այդ ստուգողական աշխատանքներն են կատարվել, դրա համար ասենք այդտեղ որևէ բնականon բան է կատարվել էդի, բայց այս դեպքում սա ուրիշ իրադրություն է, այսի նման չեն սովորական իրադրության, որ մենք ունենում ենք սովորական այն դեպքերում, երբ որ երկրի ղեկավար է գալիս, ընդունում է իրեն, այսպեսի դրություն չէ, սա ավելի շատ կսկիծով ու մրմուրով ես գնում ինչ-որ մի տեղ, որտեղ որ ասենք տեղի պիտի ունենա այսպիսի մի բան, այսինքն ներսի մարդիկ այդ նույն զգացողական վիճակն են ապրում, որ կսկիծով են մտնում, որ այսի սովորական իրադրության մագարտակով չէ, որ ներսում են։ Տերուսիկ հայտնի է ձեզ, թե ով է ի վերջո պատարակելու։ Ինձ այսպես, ես չգիտեմ, լիարժեք, հասած տեղեկությունների համաձայն Տեր Արարատ ասեցին։ Հիմա թե երևի Արարատյան թեմից, այդպես գիտեմ, բայց կարող է սխալվեմ, չգիտեմ ես, շատ չեմ հետաքրքրված էլի այդ հարցով, ճիշտն ասած։ Եվ այսինքն հաստատի որևէ հոգևորական ներսում չի մնալու, գնալու եք եկեղեցի միայն այն ժամանակ, երբ որ Փաշինյանը հեռանալու է իր շքախմբով։ Ես երեք հայտարարեցի արդեն, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատարակը տեղի ունենալու Գյումրիի մյուս եկեղեցիներում, եւ մեր հավատավոր ժողովրդին հրավիրեցինք տարբեր եկեղեցիներ գնալ, ցավոք ոչ միայն 7 վերջում չի տեղի ունենալու այսօր, մնացած տեղերում տեղի ունենալու հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնական պատարակը։ Հետո դուք վերադառնալու եք եւ արարողություններ իրականացնեք, քանի որ նշում եք մկրտության արարողություն ունեք եւ այլն, եւ արդյոք խոսում էր մաքրելու եկեղեցին վերահսկելու կարգ է լինելու։ Այդ մասին ես արդեն ասացի, որ պետք է առաջնորդը ինքը արտոնի, բայց բնականաբար մաքրագործումներ լինելու են, այսինքն կապված եկեղեցու որոշակի դրույթների հիման վրա մաքրագործումներ լինելու։ Սրբագործում ենք ասում նաեւ դրան, որովհետեւ սա այն չէ, որ մի հոգևորական համաձայնվել է պատարակ մատուցել ու զեղչել։ Սա այն է, որ չեն համաձայնվել եւ հնարավորություն չունենալով այլ բան անելու ուժի են դիմում, ուժ են կիրառում իշխանական թևը, այսինքն այդ ուժի արդյունքն է սա։ Հետևաբար ասենք այդ արդյունքը պիտի բոլորս տեսնենք եւ գնահատականը ճիշտ կարողանանք տալ։